Հայազգային կոնգրեսի ելույթները մարզերում քաղաքացիները գերադասում են լսել հեռվից։ Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցած ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակչության մեծամասնությունը չհամարձակվեց մոտենալ կոնգրեսի անդամներին։ Այն վիճակում, որ այսօր իշխանությունները ստեղծել են մարզերում, ահաբեկման մթնոլորտը ճնշելու, մարդկանց հացից կտրելու, եթե նրանք քաղաքական հայացքներ ունեն, այդ մթնոլորտում եթե այսքան մարդ հավաքվում է, դա նշանակում է, որ մեր պայքարը Մասիսում ամուր հենքի վրա է։ Մի քիչ ձեր շուրջերը նայեք, կտեսնեք, որ ահագին մարդիկ կան կանգնած, որոնց աչքերում կարդում ես համակրանքը, հետարքրությունը, բայց տեսնելով ոստիկաններին վախենում են մոտենալ։ ՀՀՇ վարչության նախագահ Հարամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց մի կողմ դնել իշխանությունների կողմից արհեստական ստեղծված վախի մթնոլորտը եւ միանալ իրենց պայքարին։ Ոչ մի հայաստանցի չպետք է հանդուրժի, որ հայացքի համար, կարծիքի համար մարդիկ բանտերում են անցկացնում եւ հակառակը հանցագործները դրսում են, նարկոմանները դրսում են, գողերը դրսում են, գողերը պարլամենտում են։ Իհարկե գիտենք, բոլորը այդպես են մտածում, բայց մի մասը վախենում է։ Ձեր վախը մեզ օգուտ չի։ Ձեր ընդամենը մասնակցությունը մեզ հերիք է։ Եթե կանգնեք, շուտ կհասնեք։ Եթե շատ կկանգնեք, շատ ավելի շուտ կհասնեք։ Իդեպ մասիսցիներից ավելի համարձակների կարծիքով ՀԱԿ-ը պետք է ավելի հաճախակի դարձնի իր մարզային այցերը։ Ընդհանրապես հանրահավաքները այդքան ուշ պետք է լինեն։ Եվ ոնց որ դա սարսնում է արդեն ժողովուրդը, հուսահատացնում է։ Իսկ եթե հավաքները ավելի շուտ ավելի արագ լինի, դա ավելի հաղթանակի ավելի արագ։ Այսօր Մասիսում անցկացված ակցիան ավարտվեց առանց միջադեպերի։ Նելի Լազարյան, IPV